կապված հարցեր կան, թե որ փուլում եք փակելու։ Տրմփակ ռեժիմով նիստի բովանդակության վերաբերյալ ես հիմա դժվար թե ձեզ ինչ-որ տեղեկատվություն հայտնեմ։ Իսկ դուք ցուցակի հետ չի կապված, գաղտնի ցուցակը։ Դուք կրկնում եք նույն հարցը։ Ըստ այդմ նշանակում է պատասխանը նույնն է, տրմփակ նիստի ռեժիմով տեղեկատվություն ես ձեզ չեմ հայտնելու։ Պարոն Ղազարյան, դիմողները ներկայացնում էին, որ շուրջ 100,000 կարծեմ անձնագրերի այդ խնդիրները եղել ինչ խնդիրների մասին է խոսքը։ Դիմողները բարձրացրել են ընտրական տեղամասերում սարքերի հետ կապված անձնագրի ընթերցելու հարցը տեխնիկական սարքի միջոցով։ Խոսքը 79,215 դեպքի մասին է, երբ որ ընտրատեղամասի աշխատակիցը տեղեկատվությունը մուտքագրել է ձեռքով, ոչ թե մեքենան ընթերցել է անձնագրի կամ նույնականացման քարտի մեքենա ընթերնելի հատվածը։ Դա բնական նորմալ երևույթ է եւ կարող եմ նշել, որ Հայաստանի ընտրությունների պատմության մեջ ամենափոքր ցուցանիշն է, որ արձանագրվել է։ Եթե նայեք 2021 թվականի ընտրությունների արդյունքների վերաբերյալ թեկուզ համանդրական դատարանի որոշումը, այնտեղ եւս վկայակոչված է այդ թիվը 109,000-ից ավել է եղել նախորդ անգամ։ Դա կարող է լինել շատ պարզ պատճառով, օրինակ թեկուզ ամենափոքր տեխնիկական անսարքությունը թե սարքի մեջ, թե անձահաստատող փաստաթղթի վրա պարզապես կարող է լինել այդ մեքենա ընթերնելի հատվածում խազ կարող է լինել, որի արդյունքում չկարդա։ Եվ շատ կարևոր հանգամանքը այն է, որ միայն սարքի միջոցով նույնականացումը չէ, որ ենթադրում է ընտրական տեղամասում ընտրողի անձի նույնականացում եւ ընտրելու իրավունք ունենալու նույնականացում։ Հիմնական ընտրողի նույնականացման գործիքը հենց ինքը անձը հաստատող փաստաթուղթն է։ Այսինքն այդ սարքի հնարավորությունը դա հավելյալ երաշխիք եւ հավելյալ գործառույթ է, որը ապահովում է անձի նույնականացումը ընտրատեղամասում։ Եվ արդեն 5-րդ օրն է դատաքննությունը շարունակվում է, դուք ինչպիսի տպավորություններ ունեք նիստերից։ Հուսամ հնարավորինս շուտ կավարտի կվերադառնանք մեր աշխատանքին, որովհետև ժամանակը բավականին երկար է տևում, բայց տպավորությունը բնականաբար ինչպեսին պետք է ունենանք, շատ հետաքրքիր։ Երեք միջնորդություն ներկայացվեց Դանիել Իոնիսյանին հրավիրելու, նիստերին հարցաքննելու, որը որ հայտարարել էր ընդդիմության ընտրողների 7-ից 8%-ը կաշառքով է կատարել իր ընտրությունը։ Դա լուրջ մեղադրանք չեք համարում այդ ընտրողների հասցեին եւ արդյոք ես չգիտեմ ինչ ձևով պետք է նույնականացվի, եթե Դանիել Իոնիսյանը հայտարարել է գուցե գիտի անվանական այդ մարդկանց էլ չեք հրավիրի նիստերին մասնակցել։ Ես այդ միջնորդության առնչությամբ կարող եմ նշել, որ մենք չենք առարկել այդ միջնորդությանը, ընդամենը այդքանը։ Չեք առարկել, այսինքն հրավիրվել է։ Դա դատարանն է որոշում բավարարել միջնորդությունը, թե չբավարարել միջնորդությունը, ուղղակի միջնորդության առնչությամբ կարող եմ ասել, որ մեր դիրքորոշումը այն եղել, որ մենք չենք առարկել այդ միջնորդության։ Շնորհակալություն։